Պարբարայապետյան ակամկազմիրատական նախնիքներ իշխանավորանների կապանությամբ, Բավարարյան իր խնդրեմ, որ մի քիչ ավելի շատ խոսենք Արթուր Ալեքսանդրից, նա ամեն մեծագին մարզիկներ, մեծագին հարմոնիկ ունի, այդ արդյոք արդեն տարիքներն ասում են։ Եթե կարելի Նա հայկական լավ ասացված խոսք կա, չէ՞, շնորհալի մարդուն տարիքը շնորհք է բերում։ Ուրեմն ասեմ, որ տարիքը բացարձակ կապ չունի, Արտուրը նորմալ պատրաստ էր եւ վնասվածքներ ասեն, մինիմալ էր հասել, բնականաբար Սլավիկն էլ վնասվածքով մասնակցեց, ձեռքի, ոտքի եւ ընդեղ էլ վնասվածք ստացավ երեսի։ Վնասվածքներով միշտ էլ մասնակցել եմ, վնասվածքները ես ինչպես ուսումնամարզական հավաքի ժամանակ ասացի բժիշկների միջոցով վերացվել է, ասինքն վերացվել է ոչ թե զրոյական, բայց հասցնել է մինիմալի, որ կանխացնել միշտ վնասվածքներով չկա այդպես մարզիկ, որ վնաս հրաչուն նույն Պողոսյան, մի խոսքով բոլորն էլ վնաս, բայց այդ վնասվածքները համատեղել են եղել գորգի վրա մրցումների մասնակցելու համար։ Արտուրն էլ նորից կրկնում եմ, ոչ մի պրոբլեմ չի եղել, ուղղակի սայթակում, բռնվածքը ուղղակի թուլացավ, չզգաց երևի այդ պահի ժամանակ ու վերջ, թե չէ տարիքը, բանը Ալեքսանդր Կարելինը մինչև 37 տարեկան է մասնակցել, Լոպեսը մինչև 42։ Դա բացարձակ կապ չունի։ Ընդամենը եղել է սայթակում ու բռնվածքը թուլացավ եւ վերջ։ Իսկ ովքեր չգիտեմ, ես նախ սոցցանցերից չեմ օգտվում, չունեմ ոչ մի սոցցանց, չեմ օգտվում, ուղղակի ինձի ասենք իմ ընկերները, բարեկամները, հարազատները, հարևանները, չգիտեմ, ասում են ես իմ բան են գրում Արտուրի անունից, դա խնդրում եմ բոլորին Արտուրի քննադատել չի կարելի։ Դու ոչ մեկ այդ քննադատողները կամ մատ ոչ մոռանա, որ Արտուրը 15-16 տարի 2009 թվականի գարունից երիտասարդական տարիներից մինչև 16 տարի ստաբիլ մեր երկրին, մեր երկրապահքուներին, մեր բոլոր ազգին պատիվը, անունը, ամեն ինչը բարձր միշտ պահելա երկրի աշխարհի բոլոր մը չի կարելի մարդուն սարքել եսի մինչ ու հետո փորձել ինչ-որ քննադատել, կա Արտուրին ոչ մեկ իրավունք չունի քննադատել, ոչ մեկ չի կարող քննադատել։ Նման բաներ խնդրում եմ ժողովրդին ձեզ չէ։ Խնդրում եմ զերծ մնան նման բաներից չի կարելի։ Արտուրի աշխատած մեդալները եթե գցեն ինչ-որ մեկի վզին կարող է այդ մեկի վիզի կախվի էլ չկարենա բարձրացնել։ Այնպես որ մենք իրան ասում ենք շնորհակալություն, շատ Արտուրին ձեզ այս անգամ էլ չի ստացվել, ինչ եղել մարդը։ Կրվող չի եղել, բոլորը չեն կրվող, չի կրվել։ Ինքը նախավերջին հավաքներին էլ անկեղծ լիարժեք չի կարողացան հասնել, որովհետև իր այդ մեջքի այդ վնասվածքը շատ էր խանգարում։ Եվ դա էլ խթան հանդիսացավ, որ լիարժեք չկարողացան։ Ասենք խոսքը մենակ գնում է Արտուրի մասին, լավ, սարս խոսում ենք Արտուր, լավ, հասկացանք Արտուրը պարտորից ինչ-որ սայթակում եղավ, այդ ասողները բանը, կուրսի են Սլավիկ Գալստյանն ինչ կյանք ապրել օլիմպիական խաղերից հետո, ուղղակի ինքը կոպիտ ասեմ երևի մեռածել թաղաշ է սենց, այսինքն եթե դու գիտես, որ հաղթում ես, ձեռքդ հայ պետք է բարձրացնեն ու կանգնեցնում են, մաքուր հաղթանակով են հաղթում ես, մաքուր հաղթում, ես ես մի տարի նայում եմ իր երեսին, փորձում եմ իմ արդեն որ ժամանակն է կարամ ասեմ, մինչև ես մի տարվա մեջ, որ չեմ խոսած է իր հետ այս թեմը։ Ինքը գնացել է հոկեբանների վարձը, հոկեբաններով բուժվել է, բաներ, ուղղակի ստրես է տալիս մարդը, որ օլիմպիական խաղերի կիսա եզրափակիչի համար մարդը կարող հաղթանակ տանի ու 1 րոպե հետո ասեն, չէ, դու չես հաղթել, դու սենց, այսենց անունները։ Ու որ կարող դառնալ օլիմպիական չեմպիոն։ Նույնը ասենք ամեն մեկի հետ, օրինակ Մարխասին էլ, Մարխասն էլ օլիմպիական խաղերի ժամանակ ինքն էլ մի քիչ ինչ-որ ուրիշ Մարխաս էր, աշկերին նայում է, դե իմ, ինչքան որ ես պատկերացնում եմ այդ սպորտային հոգեբանության բանը, ասենք ինքը ընդեղ ավելի ընկճված էր, թե առաջ օլիմպիական խաղերն էր, թե ինչն էր, իսկ ստեղ, ասենք ստեղ, կոնկրետ ճապոնացուն չեմ ուզում ասել, ավելի դժվար ինքը անցկացրեց առաջի գոտեմարտու ամերիկացու հետ, բեյ, ազգանունը բեյ, քան անցկացրեց եզրափակիչ օլիմպիական խաղերի չեմպիոնի։ Ավելի վտանգավոր էր այդ ամերիկացին, որտեվ անենց տարբեր տեղերից հնարքները, կարող է մի հատ էլ տարբեր հնենց մի հատ հնարք աներ, բռներ ինչ-որ վատ վիճակի մեջ են գնային։ Բայց ինքը շատ զգուշ կպավ, ավելի շատ գրագետ, իհարկե խորհրդակցեց համ իմ հետ, համ իր մարզիչի հետ բան, բոլորիս հետ խորհրդակցեց, ու ինքը իր խելքով ելավ գոտեմարտը ասեն գծած, ոնց գոտեմարտը ասենք նկարագրել ենք, համերատենց է ստացեց, լինում է որ տեղափոխվում է ուրիշ բևեր բան, բայց ինձ թվում է տենց է, ասում եմ ամենադժվար գոտեմարտը ու վտանգավոր ավելի շատ առաջի շրջանի ամերիկացիներ, քան ճապոնացի։
եզրափակիչի, որ արդեն օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Ինչը չնայած տղաներին նախորդ օլիմպիական խաղերում փորձի պակասն է դիտուցիա այնտեղ եւ ոսի օլիմպիական խաղերում արդեն տղաներից ոսկի փորձ մեր տղաները ուրեմն այս թիմը ու էլիթին առաջիններն էլ, երկրորդն էլ, երրորդներն էլ մեր տղաները փորձի պակաս չունեն, բոլորն են փորձված են, տարբեր միջազգային մրցումներ, Եվրոպայի առաջնություններ, աշխարհի առաջնություններ, ասենք մենք մենակ հիմա մեդալակիրներին ենք տենում, բայց Բաբալարյան Արմենը բոլորին է, չէ՞ տենում։ Բոլորն էլ փորձված տղաներ են, բոլորին է կանանք վստահ ենք, ասենք, առաջինին էլ, երկրորդին էլ, այդ բային իրանք են ուղղել ուժեղ եղել, իրանց ենք վստահել, կարող է հիմա երիտասարդ Գոր Խաչատրյանը 18 տարեկան տղա անց են կացրել միջազգային մրցաշար եկել է, բոլոր մեծերին կրել է հիմա, դրա համար ասում եմ, ես էլ Գորին մյուս տարի արդեն կերևա Գորը, ինչա իրանից ուզում ներկայացնի, աշխատում